Սիրելի հայրենակիցներ, ինչպես Ռուբեն Վարդանյանը Բաքվից նշեց, շատ կարևոր մի հայտարարություն անելով, որ այն ինչ տեղի է ունենում հիմա չի կարող լինել խաղաղություն, ես ուզում եմ այդ մասին ևս խոսել և վերահաստատել և ասել, թե ինչու տեղի չի ունենում։ Այս երկու թեմաները իրար հետ սերտորեն կապված են, որովհետև այդ մարդիկ խաղաղություն չլինելու, իրական խաղաղություն չլինելու և իրական անվտանգություն չլինելու գերիներն ու պատանդներն են։ Չկա և չի լինելու իրական խաղաղություն, որովհետև դրա իրական նախադրյալները չկան։ Խաղաղությունը մարդկանց, ժողովուրդների միջև համաձայնեցված է լինում, որի արդյունքում լինում է խաղաղություն։ Խաղաղությունը լինում է այն դեպքում, երբ որ երկու կողմն էլ միմյանց դադարում են ընկալել որպես թշնամի։ Մեր հայրենակիցներին այնտեղ պահելով և կտանքի ենթարկելով, հայ ժողովրդի մոտ չի կարող ձևավորվել մոտեցում, որ պետք է մենք պարտադրված, ծնկած ձևով խաղաղ ապրենք։ Հաջորդը։ Ներկայացվեց, հայտարարվեց, որ այսպես կոչված խաղաղության տեքստը համաձայնեցված է, վերջնականացված է։ Ես հայտարարում եմ, որ տեքստը կազմողները չեն ներկայացնում իրենց ժողովուրդներին, ոչ Բաքվում, ոչ Երևանում։ Տեքստը խաղաղության համաձայնագրի մասին չէ, որովհետև դա համաձայնագիր չէ, այլ մի կողմի դիկտատ։ Այդ տեքստը ներառում է գերազանցապես ադրբեջանական պահանջներ և այնտեղ չկա ամենատարրականը, այնտեղ չկա գոնե գերիների, պատանդարվածների ազատ արձակումը։ Եվ վերջապես չի կարող լինել խաղաղություն, որովհետև իրական նպատակը, երկու կողմի համար էլ իրական նպատակը ոչ թե ժողովուրդների միջև խաղաղությունն է, այլ սեփական իշխանությունների պահպանումը։ Հանգամանք, որի գերին են այսօր Բաքվում պահվող և տանջվող մեր հայրենակիցները։ Շնորհակալություն։